Այն փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ այդ փողերը հոր տնից էին բերել, հերների տնից էին բերել։ Ես ասում եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ, ժամանակի խնդիր այն մարդկանց հետևից, ովքեր որ արել են այդ բաները, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք, 2008 թվականին զորք են մտցրել եւ երևանցիներին ու հայաստանցիներին գնդակահարել են։ Այդ մարդկանց հետևից նայեք, լսեք, ես հասկանում եմ, որ բոլոր 7 տարի եք ասում, բոլորը ուզում են հիմա եւ միանգամից։ Ասում եմ, կա այդ ընտրությունը, դառնալ բռնապետ եւ անել այն, ինչ որ մենք անում ենք երկրի։ Մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, որտեղ մենք ունենք անվտանգային խնդիր։ Այդ որ Եվրոմիության դիտորդները գալ, թող վերջացնեն։ Իրավապահ համակարգը ինչ տարում դա չի արել, եթե համարում են, որ իրենք ապրես։ Դրա պատճառները շատ են։ Բոլոր ամբողջ կազմով բան են եղել հետքեր վերացնելով։ Շատ եմ մարտի մեկը ասում, որտեղ մասնակցել եմ այդ ամեն ինչի, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց ասում եմ դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ եթալու են բանդ, իրանց առած, ես հիմա վերացական եմ ասում, ինչ որ մեկին ես իրավունք չունեմ, տեսեք, նորից քաղաքական գործ չի, տանում եք այն դաշտ, որ ինքը ասի Պողոս Պետրոսյանը գնալու է նստի, ես չեմ կարող այս բան ասել, ես դրա իրավունք չունեմ, ես կարամ քաղաքական գնահատական տամ, ես այդ քաղաքական գնահատականը տվել եմ միջև ընտրություններ, ես գնահատականը տվել եմ միջև հեղափոխությունը, դրա համար եմ ես հայտնվել ստեղ, որ մարդիկ ասում են իշխանության պատճառով եմ ես sense բան, այդ ո՞նց ստացվեց։ Այդ նույն Ռոբերտ Քոչարյանը ելնի, Սերժ Սարգսյանը ելնի, իրանց կողքի մակլավիկները ելնեն։ Ես իրանց մասին միջև հեղափոխությունը չեմ ասել, բա ասել եմ, որ ես հայտնվել եմ Նիկոլի կողքը եւ հայտնվել եմ ես իշտեղ։ Ասածս հետեւյալն է։ Թող մնան իրենց չափի մեջ։ Կամ այդ ինչ խոսքը լինում է, դրա պատասխանը լինում է։ Դուք երեկվան հիստը չեք հետևել։ Այն հարցը, որը որ վերջինն էր եւ որից հետո տեղի ունեցավ այդ Աննա Գրիգորյանի հարցը։ Եվս մի քանի անգամ տարբեր տեղերից այդ հարցին վարչապետը պատասխանում է։ Եվ վարչապետը նույնիսկ իր խոսքի մեջ ասում է դուք նախ սուտ եք ասում։ Երկրորդ ես ձեզ արդեն պատասխանել եմ, չեք լսում նիստը։ Եթե գնացեք գտեք այդ բանը։ Ինչն է նկատի ուներ, որ ասում եք ասում ինչ։ Բառացի չեմ հիշում, բառացի։ Լսեք, ասում է հետո հասարակ կգամ ստեղ եմ, չեմ գնացել, չէ՞։ Չեմ գնացել։ Դուք էլ չեք գնացել, չեք գնում, չէ՞, հետ գալու է, մի անհանգստացի։ Ասում է տանում եք, հարցերակ օրինակ, հեսա կրիզել նույն հարցազրույցը կտամ։ Չեպազրույցը կլինի հարցազրույցը, գամ քո մոտ հատուկ հարցազրույց կտամ։ Տեսեք, ասում է ճանապարհների, բառացի, ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք։ Դուրս է գալի նախարարը, պատասխանում է, ասում է հարգելիս, այն ճանապարհը, որը որ չի, լավը չի, եւ որը որ վերանորոգվում է, պետությունը դրա համար փող չի տալիս։ Այսինքն պատրաստիչը սարքում է այդ ճանապարհը, գալիս է, պետությունը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզի, նույնը վերաբերում է դպրոցի։ Անիֆը, պարսին։ Լսեք, ես իրավաբան այդ որևիցե քաղաքական մաս ասում եք դա հայտարարություն է, բայց երկար ժամանակ է Իսկ որտեղից դուք իմացաք Անիֆի մասին։ Ուզում եմ իմանալ որտեղից իմացաք։ Բազմաթիվ լրատվամիջոցներ։ Իսկ որտեղից այդ լրատվամիջոցները իմացան։ Կարա ուզում եք երկիրը փակ երկրի օրինակ բերեմ եւ Անիֆների եւ մնացածի մասին չիմանալ։ Դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք չեմ կարող հիմա շատ բան ասել, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել, գտել են։ Զավոդ են գտել։ Ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի ասֆալտի զավոդ է ունեցել։ Դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել եւ չի գրել, բայց ո՞նց իմացա, որ դրա մասին է։ Կամ ինչ որ մեկը ասում է, որ այդ գործը փակվավ գնաց եւ այդ գործով որևիցե բան
չի լինելու, դա մեր խնդրեմն է, այդ խնդրեմը ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին, ոնց որ մնացած թիմի անդամները վերջինն են, վերջին բանը, գնացին նստեցին, այն մարդիկ, ովքեր որ մեր թիմն են ներկայացրել եւ նման բան են արել, կամ մեր թիմը չեն ներկայացրել, գնալու են բանտ։ Խեդի մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն, այն միշին կտանեն կնստացնեն, այն միշին կտանեն կնստացնեն, ինչ որ մեկի մոտ կասկած կա, որ իրավապահները գործողություն են անում, մենք չենք թողնում, կամ ասում ենք ինչ որտեղ գործողություն եք արել, դրա մասին մի ասենք։ Երեխեք, հասկացեք, իրականությունը ուրիշ է։ Այն հին իրականությունը, որոնք իրանց լեզվա մտածելակերպը միտքը կա, այդ չկա է, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Վիրոպե, հեսա մեղանալու գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում։ Բան Սիմոնյան, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստելով, դա քաղաքական դրամ է, թե իրավապահներին հատուցում եք, երկրորդը դուք ասում եք, հիշեցնում եք մարտի 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալն է, դուք հենց դարձրեցիք եւ եկեք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել, դա ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն պետք իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակարել, տարբեր տեղից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակարել է, ու դա մեր քաղաքական կապիտալ է, վերջում է տարել են նստացրել է, ասենք հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմանները, ու մենք դա դարձնենք մեր քաղաքական կապիտալը, դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ լրադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան, որ պետք է հիմա կսաղդ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա այս, բա այլ, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտին վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, բաներ են անում։ Իշխանության ամոթը որն է, հայաթափված արձակ։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը հենա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեր տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լիներ Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ են խոսում, ասում են, ես ինչի մասին են խոսում, իրանք տարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չենք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին վրա։ Այդ է մեր ամոթը։ Պարոն Սիմոնյան, ասում եք բռնապետ ոչ ենք դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր գործիչ էր, ազգային ժողովում նրա ելույթները ավելի սուր էին։ Հարգելի, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասել են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի են։
Չի կարող Պետարանի դեպքը ինչ է։ Շատ վատ դեպք կա, շատ վատ դեպք կա։ Հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը ո՞րն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք, հասցեատերը ո՞րն է։ Քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, մեր այդ վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևորը։ Կարևորը, որ այդ հետևանքը Հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով Հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Այսինքն ՔԲ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք Հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այսինքն կարծում եք, որ ինքը չպետք է չպաշտոնավարի։ Ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա եւ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն վերում է, ճիշտ է ասում։ Փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա, որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ինձ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետություն գործում են ինչ որ մարդիկ, ինչ որ խումբ մարդիկ, ինչ որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրենց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ մի հատ sense բուջուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են Դարեջում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել։ Այն որ բերում են նամակներ են տալիս, ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի, բարձա չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, ասենք այդ ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց։ Հիմա իրանք տենց լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանասի։ Սիմոնյան կոռուպցիայի հետ կապված այսօր հրապարակում կար ճիշտ գուցե հերքեք, որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այդպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի։ Որևիցե բան, ինչ է որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ եմ համարում։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են։ Մի րոպե շոյից Ասում են իր բերած օրենքների հետևում է տեսնում սրա նրական մշտապես բոլոր այն բաները, որոնք որ դուք ասում եք, որ դա չի քննարկվում, հետևանք չի ունենում, հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով։ Եվ այդ մենք ունենք ինքնաքննադատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնաքննադատության օրերից մեկի ժամանակ հետ կապված բիզնեսների հետ բան։ Եվ ասում են Հայկ Սարգսյանի հետ դուք թիրախավորում եք դրա հետ կապված։ Նման բան չկա, իդեպ հարցազրույցս էր ամսին գնայք, դրա հետ հարցնել եմ արագարում, նման բան չկա։ Պարոն Սիմոնյան, երբ որ դուք ասում եք ձեր թիմն դատապարտում եք այդ խաղապետարանի դեպքը եւ ասում եք, որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի Հանրապետություն կուսակցությունների։ Ես իմ կարծիքն եմ։ Ես հասկացա, բայց սա արդյոք նշանակում է, որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան չփլուզվի։ Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղեր ջրում։ Ուստի ձեր հարցը, կարծում եմ, պատասխանը կա այդ հայտարարությունից։ Իսկ անհանգստություն կա նորարարություններ։ Պաշտոնապետը էլ ասել են կարծեմ Մալացիա Սեբաստիանի ասել են որ շղթայական կարող է։ Պաշտոնը վայր դնել է եւ կոալիցիան բաժանել է դա տարբեր բաներ են մեկ։ Երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է։ Ես չեմ կարծում, որ Հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն
նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ գիտեք ինչ, իրանք մեր գործընկերներն են, մենք իրանք հարգալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղի, բայց ինչ թողեցիք ես ավարտել։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք։ Եվ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ մտքի ազատության ճատագով ուժի միայն դրական բան կբերի հաջորդ ընտրություններին։ Պարոն Սիմոնյան Ավինյանը չի ազատում ազատություն դատական, շնորհակալություն։ Տիգրան Ավինյանը չի ազատում զորախումբ ինչու չենք ուղարկում Մոսկվա, որովհետև Ալիևը ուղարկում է ու չի գնում։ Հիմա մենք հակառակը չենք գնում ենք ու չենք ուղարկում։ Ես չգիտեմ ինչի չենք ուղարկում, դա իմ տիրույթում չէ որոշում։ Բայց հետո հապկի միջոցառումը չէ, ինչ կապ ունի։ Չգիտեմ, ես ձեզ ասեմ, ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն եւ միայն այն հարգանքի турքով, որ մենք վետերաններ ունենք, ես էլ եմ մենք հա դե մահացել են մարդիկ 80 տարի անց էր, ես նույնիսկ ինչ որ մարդկանց իմ այսպես ոչ թե միջոցներով իմ մի խոսքով իմ հնարավորությունով մենք մարդ ենք ուղարկել, մեր պատգամավորներից էլ մարդ գնացել, մենք չենք կարա այդ մարդկանց արածը ուրանանք, հա, նես չի որ ենթադրենք ինչ որ այլ շքերթա կամ այլտեղ ինչ որ բան ա եղել, մենք հրավեր ա եղել, մենք չենք գնացել եւ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն այդ բառի համար բոլ-բոլ է։ Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներ գրում են, որ ՔՊԻ եւ վարչապետի վարկանիշը պատմականացնում է եւ դրան զուգահեռ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ինչպես կմեկնաբանեք։ Լավ է։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խաբկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է վարչապետը մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաջողանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով են գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որով որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական որ վարկանիշը բարձրանա 50+1 դառնա։ Չէ, որտեղ հիմա ասում եք երի խոստովանում եք։ Նախ Ռոբերտ Քոչարյանն է այդ հարցում։ Նախ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։ Իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Ովքեր են ձեր հիմնական ընդդիմախոսները, Արամ Սարգսյանը կարող է լինել, Այդ մեկ, մեր ընդդիմախոսը ամենամեծ մենք ենք։ Մենք։ Չէ, հիմա որ ասում եմ քաղաքական դաշտում ոչ մեկ։ Մի հատ երկրորդն էլ ասեմ։ Հեսա կասեմ, բոլոր հարցերին պատասխանը նորդ է։ Երկրորդը, այն աշխատանքները, այն գործը, որը որ մենք արել ենք, այն ամեն ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, որը որ մենք միգուցե մի քիչ վատ ենք ներկայացնում, անելու ենք մարդկանց ներկայացնենք եւ վարչապետի շփումը, մեր շփումը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում շրջադարձային փոփոխություններ է տալու ընտրությունների արդյունքները։ Ես դրա մեջ վարկյան կասկած չունեմ։ Մենք հիմա ասում, դուք այդքան վատ բաներ եք գրում, ասում դուք չէ՞ եք ընդհանրապես եմ ասում, գրում ասում չէ։ Ես ամեն օր ոդկով իջնում եմ։ Ես 3 նիստից հետո ոդկով եմ իջել, դրանից մի օր առաջ իջել եմ, 5-6 անգամ նկարվել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, դրսից եկած մարդկանց հետ, Երևանում ապրող մարդկանց հետ։ Ժողովուրդ, այս Facebook-յան իրականությունից դուրս կա իրականություն, որտեղ իմաստուն հայ մարդը գիտի, որ ինքը նախնիների վերադարձը
երբեք չի ցանկանում, երբեք թույլ չի տա։ B. Ինքը հասկանում է, որ այնուամենայնիվ, հա, այսօրվա իշխանությունը սխալվում է, ճիշտ է ասում, բայց այսօրվա իշխանության տեղը ինքն է։ Ինքը կարողանալու է գնա փոխի։ Երրորդը, այսօրվա պես հասանելի իշխանություն Հայաստանի Հանրապետություն երբեք չի եղել, չի լինելու, շոկ հարցերն չեն պատասխանել։ Եվ չի լինելու։ Էլ չեմ ասում, այն փոփոխությունները, որ մենք արել ենք, այն հարկային փոփոխություն։ Ժողովուրդ, այսօր բիզնեսմեն կա, որ իմ անվտանգության աշխատանքի կամ վարչապետի աշխատակցի ղեկավարի անունը կամ հեռախոսի համար ունի, որ ինչ-որ զանգի հարց լուծի, կամ իր հարկայինի պետի համար ունի, որ զանգի իր հարկայինի հարցը լուծի, ժողովուրդ, ուզում եք ասեք, այդ ամեն ինչը մարդը չգիտի ու չի գնահատում։ Պարոն մի հարցեր եք համատեքստում։ Երբ վարչապետը ստոպ տվեցին բաներ հարցնում։ Մենք ով է հիմնական ընդդիմախոսը։ Դե 21 թվի ձեր խաղաքարտ, այսպես ասած, խաղաղության պայմանագիրներ, որ խաղաղություն եք։ Ամեն դեպքում որ ձեր ընդդիմախոսները պատերազմի կուսակցությունն էին, հա, հասկացա, բայց նաև խաղաղության գործընթաց, այսինքն խաղաղություն բերելու։ Հիմա եթե 26 թվին ամեն դեպքում Ալիևը չհամաձայնի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, ո՞րն է լինելու ձեր այսպես հիմնական առաջարկը։ Ես ձեր հետ չեմ համաձայնվի 21 թվականի ընտրությունների արդյունքի հետ կապված։ 21 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին էին։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միտինգներ Հանրապետության հրապարակում, երբ որ մարդիկ տեսան այդ մարդկանց ու հասկացան, որ ալարել չկա, հասկացան, որ իրանք պետքա կանգնեցնեն այդ մղձավանջը, այդ պետականության կորուստը, որը Հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ սպիտակ վերնաշապիկներով փորձում էր, ասում եմ, գայլերը, այդպես այդ բաները, գառան դեմքերը հակած, փորձում են օկուպացված տարածքներ ունեք, ասում եք պետականության կորուստ, պարոն Սիմոնյան, ասենք օկուպացված տարածքներ ունեն, Արցախի մասին չենք խոսում, մեր տարածքների մասին ենք խոսում, ինչ պետականության կորուստ։ Չէ, պատասխանեք, ուղղակի գիտես որ պետականության կորուստ է, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացնել Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարեին, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի առևտուրը ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ կրկնակի ավելացել է եղել։ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Արմենթելը, ռուս գազի տրուբեն չպետք է տանք ուրիշին եւ ասենք դե այդ քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրն է, որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, તો Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար։ Լավ ենք կարել։ Այսինքն որ իրանց ասում ենք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ։ Այդ որ իրանց ասում ենք, իրանց դուրները չի գալիս, որ ասում եմ հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը փառահեղ բառ, այն մանկուրտները հայկական ազգանուններով, որ ասում են, դե եթե Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանա, Ռուսաստանը կտխրի, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա։ Այն դեպուտատները իրանց, որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փագա, որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի, իմ անունն են տալիս, որոնք ընտրված են։ Արա, այդ երկրի ընտրված իշխանությունն է։ Դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, այդ ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուները չի գա, մեր ժողովրդի դուրս կգան 2026 թվականին ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տենց բան կարա կանեք։ Իմ հարցը մնաց, պարոն Սիմոնյան։ Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում ինքը շատ ծանր է տարել, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Ասում եք հերոտրաբանությունը փոխվել է, դուք մեղմ եք առաջինը նորից Ես մեղմ լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում, ես ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ, հաճախ ավելի լավ, քան իմ մասին վատ բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու այն մնացած բոլորը ես իմ հավասար ցանցակի վրա չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես այդ դրա համար եմ ստեղ ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղը ինչ չի սիրի, մյուսը ինչ չի սիրի, մյուսը իմ մասին վատ բան կասի կամ իմ գլխին մի բան կսարքերի, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ։
Ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը։ Ուրեմն ես պետք է տամ իրաց դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու, ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ։ Այս դրա մասին եմ գնալու խոսալ։ Բայց երբ թուրքերն ու ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք, անկախության հռչակագիր փոխեք։ Անենց ուրախ եմ, որ դու ստեղ ես ու ընդդիմադիր լրագրող։ Լավ, դուք ասում եք ռուսները, բայց երբ թուրքերն ու ադրբեջանցիների պահանջով հայերը գնում են ինչ-որ զիջումների, դա ինչի մասին է խոսում, պարոն Սիմոնյան, եւ բոլորը հենց դա են ակնարկում, որ հակառուսականի զուգահեռ դուք նաեւ այսպես թուրք-ադրբեջանական տանդեմի ինչ-որ շահեր եք 2021 թվականը ասեցիր, 2020 թվականից սկսած, պատերազմից սկսած ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հերոստալիքները խոսում են դրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմ ենք ունենալու, երրորդ պատերազմ ենք ունենալու, որ Հայաստանի իր ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին է։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, ֆիքսեց սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այն մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումների, այդ սահմանազատումը, բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասել է հա այդ քո սահմանն է, ժողովրդին վեկալել եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությունը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեիք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է։ Այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կանալու բանակցի, 17 կետի շուրջ է բանակցել, 17 կետավ, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել եք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիկ վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բանը գործ չունեն, տանկերի մատորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրել։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթ օգտագործելով այդ 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանել։ Այդ որ տարբեր տեղեր, այդ 90-ականներից սկսած, այդ գիծը, այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց, կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շտկում։ 2021 թվականի դուք պարոն Սիմոնյան, դուք 2021 թվականի պողպատե մանդատի համար գնացիք քաղաքացիներից, խնդրեցիք քվե, ստացակ քվեները հիմա վարչապետը 3 ազգային ժողովում հայտարարում է, որ գնում ենք ներկայացնենք, ինչպես դուք նշեցիք, որ կգնանք, կներկայացնենք մեր արած աշխատանքները, ասում են գնում են ներկայացնում, ասում դպրոց մանկապարտեզ ենք սարքի, ասում են հələ մի ցերի, մի րոպե, Բաքոյչյանն ու Սեժիխի նստած չեն։ Հիմա այդ հարցը 2026 թվականին ինչպես եք պատասխանելու մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնեք դպրոցը, ասելու են հələ մի ցերեք։ Բաքոյչյանը, Սարգսյանը։ Հետաքրքիր չէ, որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան գիտեմ։ Հա, ոչ ընդդիմադիր լրատվար։ Խոսքի ազատությունն է, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս։ Դա բարդ է։ Դա իրոք բարդ է եւ այն, որ մենք անընդհատ եւ վարչապետը անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ, հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է։ Իսկ ինչ վերաբերում է ինչի Ռոբերտ Քոչարյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի այն մյուսը, դա իրավապահների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, մեր համար դժվար է եւ ոչ թե դժվար, անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է։
շատ ցանկա, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ովքեր մարդագյուլն էլ Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզներից տանեն գցեն պատվալները։ Բայց ասում եմ, ես հրեշին սպանողը կդառնում է հրեշ, հա մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա ու ինքը իր պատիժը ստանա։